Բարև իմ անուշիկներս, այսօր ես ձեզ համար պատրաստել եմ ոսկի քաղաքը հեքիաթը։ Ժուկով ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում, ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։ Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազնիներին ու իշխանազնիներին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալ իր սենյակից։ Հայրիկ, ասում է, գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ, ասավ. Քանաքարա, շատ շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես։ Ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես։ Որին էլ ընտրես, քեզ ամուսին ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած լինի ոսկի քաղաքում։ Շատ լավ աղջիկս, ասում է բարի ծերունին։ Իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես այդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քո սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են եւ անշուշտ նրանց մեջ կգտնեն այնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են ոսկի քաղաքում։ Այսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազնիներին ու իշխանազնիներին, երբ ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։ Այդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել։ Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։ Բենարեսում մի երիտասարդ է լինում, Դիվանա անունով, մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է. այ քեզ լավ դեպք, աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու միանգամից եւ կհարստանաս եւ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնասի տեսել է ոսկի քաղաք ու ամուսնանա հետը։ Վեր է կենում շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։ Հայտնեցեք ճկնաղ Քարաքարային, որ ես երիտասարդ Դիվանաս եղել եմ ոսկի քաղաքում։ Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասված հերոսը։ Ներս համեցեք, խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը։ Ոսկի քաղաքը էլ մի ասի տիրուհի, թե ինչ զարմանալի բան է այդ ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը։ Առևտրական գործերով անցնում է աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա, հազար ու մի հրաշալիքներով լիքը։ Մի անգամ էլ մի աշխարհքում, որի անունը լեզվից ծերին է եւ հիմիկ ասեմ, որտեղ որև տեսնում հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։ Էս ինչ հրաշք է, հարցնում են ընկերներիս։ Ոսկի քաղաքն է, ասում են ինձ։ Ճշմարիտ որ ոսկի քաղաք, մոտենում ենք, ինչ տեսնենք, տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի, մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում խմում են։ Դուրս արեք ես անամոթ ստախոսին, բարկացած կանչում է Քանաքարան։ Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային եւ պալատը նորից ընկղվում է տխրության մեջ։ Բայց այն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։
Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր ցերեկ միայն այն է մտածում, որ գնա, գտնի ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի ու գա պատմի քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն դնում, գնում որտեղ ես, ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի լսել ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։ Մի օր էլ դիվանան հոգնած տխուր անց է կենում մի խոր անտառով, տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ, նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ Աստծու հրամանով արծիվը լեզու է առնում ասում. «Ինչու ես ինձ սպանում, ով վարի մարդ, առանց այն էլ վիրավորված եմ, որ սկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունակամ է անում ինձ, եթե գթաս նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ այն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել»։ Զարմանում է երիտասարդ դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով։ Ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։ Արծիվը առողջանում է ու դիմում է դիվանային. «Ես խոսք տվի, որ քեզ այն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ։ Ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի, ասա տեսնեմ, ինչ ես ուզում»։ Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի ոսկի քաղաքը։ Դժվար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժվարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ ոսկի քաղաքում, ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։ Բացի անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռու դեպի արևլույս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է դիվանան։ Մին էլ այնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է. «Ահա ոսկի քաղաքը», ու իջեցնում է գետնին։ Աչքը բաց է անում դիվանան, առջևը կանաչ, այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից, հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք, և այն էլ փոքրիկ քաղաք, առաջ է գնում, 4 կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը։ Ահ, ինչ լեն է աշխարհքն ազատ, էս կյանքի համար, ամենքի համար, իչքան լիքն է, իչքան առատ, էս կյանքի համար, ամենքի համար։ Ահ, ինչ լավ է աշխատանքը, առողջ ձեռքով, խաղաղ հոգով, ինչ անուշ է հոսում կյանքը, լիքը սիրով, ծաղկով, երգով։ Երջանիկ մարդիկ, մտածում է դիվանան ու դիմում է նրանց. ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ինչ է այս քաղաքի անունը։ Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։ Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե մենք տեր ու ծառա չգիտենք, իսկ ձեզով է կառավարում, Գոհար Թագուհին։ Շատ զորեղ թագուհի է երևի, այո, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։ Արդյոք կարելի է նրան տեսնել։ Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։ Ճշմարիտ որ ներս է մտնում քաղաքը, թե չէ, դիվանային խնդրում են Գոհար Թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են Թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում, և այնքան չքնաղ ու հրեղեն փարեղեն մի արարած է թվում դիվանային, կախարդ ո կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։ Ինչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական, հարցմունք է անում դիվանային։ Վիշտն է քեզ հալածում, թե բախտն է առաջնորդում և ինչով կարող ենք օգտակար լինել քեզ։
Թագուհու ազնվությունից և հարցմունքից ոգևորված Դիվանան սրտապած պատմում է մի առ, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխ ու ինչպես է հասել ոսկի քաղաքը։ Միշտ լավ է, ասում է Թագուհին, երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն լավ, թե չեն հասնի դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։ Իսկ երջանկությունը աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցվածով։ Էդ է երջանկությունը, ուրիշ ոչինչ։ Իսկ ես կարծում եի ձեր քաղաքը լիքն է ոսկով և նրանց, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ, հայտնում է զարմացած Դիվանան։ Ոսկի։ Քմծիծաղ է տալի գոհար Թագուհին։ Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտից է բխում։ Ինչ կապ կա նրանց մեջ։ Իսկ ես կարծում էի, մեծ բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն ու խաղաղությունը, շարունակում է Դիվանան։ Օ, երբեք, ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։ Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկե գմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու Աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։ Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։ Սքանչելի երկիր, բացականչում է Դիվանան։ Հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։ Ապա թե տանում է կախարդ Թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։ Վահ, ինչքան նման է, բացականչում է ու մնում է առաջը քարացած։ Ում նման է։ Նրա։ Ով է նա։ Քանաքարան, իմ քանաքարան։ Բայց ով է քանաքարան։ Քանաքարան Թագուհի, հենց այն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել ոսկի քաղաքը, և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։ Ինչու ես վերադառնում, ազնիվ Դիվանա, խոսում է գեղեցիկ Թագուհին։ Մի վերադառնա Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Միթե ավելի փարթամ չէ ոսկի քաղաքը, միթե հոյակապ չեն էս ապարանքները, միթե հրաշալի չեն էս կախարդական այգիները։ Ոչ, Թագուհի, չեմ կարող։ Միթե գեղեցիկ չեմ ես։ Ոչ, չի լինելու, որ չի լինելու։ Էն ժամանակ Թագուհին պատվիրում է նավ են պատրաստում ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի քանաքարան։ Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում։ Նավը ձգում է մի կղզի, մի կանաչ կղզի, լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով, բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։ Չեմ կարող, նազելի տիրուհի, հրաժարվում է Դիվանան։ Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։ Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում կղզում տիրուհու փոխարեն առաջ է կանգնած գոհար Թագուհին։ Մի վախենար Դիվանա, ու մի զարմանա, անուշ ժպտալով խոսում է նա։ Տեսնում ես, ոսկի քաղաքի Թագուհին եմ ես, կախարդ գոհարը, ես ոգի եմ, իմ աղջիկն է քանաքարան։ Մանուկ հասակում սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատվերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար, նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իր քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր, ես առա ուրիշ կերպարներ քեզ փորձելու համար։
Ստեղծեցի այս փորձանքն ու այս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերն ու քո բարությունը։ Դու հիրավի այժմ երջանիկ կանես և իմ քանակարային և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։ Այս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդագույն և սև ամպի նման հագնաթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։ Տար բացականչում է կինը ու ամեն բան չքացնում դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։ Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից, սիմուրղ հավքի զմրուղտ թևին, երջանկության հայրենիքից գնում է նա, գնում կրկին։ Գնում է նա վերածնված, մաքուր սիրով, բարի սրտով, դեպի երկիրն իր նախահարց, ցավերի տուն արցունքիցով։ Տանում է նա ուժը ոգու, անվերջ սերը, անհատ բարին, երջանկությունն ամեն մարդու, խաղաղություն ողջ աշխարհին։ Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում է ու վեր է դնում դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։ Հայտնեցեք գեղեցիկ քանակարային, որ ես երիտասարդ դիվանան գալիս եմ ոսկի քաղաքից։ Ընդունում են ներս, դեմքը տեսնելուն պես քանակարան բարկանում է իր ծառաների վրա։ Միթե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Միթե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է։ Ուզում է 5 խաղա։ Դուրս արեք իսկույն։ Սպասի չքնաղ քանակարա, խնդրում է դիվանան։ Հիրավի ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր գոհար թագուհու ապարանքից եմ վերադառնում։ Քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախ է առած քո սիրուն պատկերը։ Ես այժմ գիտեմ ինչ բան է ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը և ամեն բան նստում պատմում եմ մի առ մի։ Այժմ ես քոնն եմ, բացականչում է քանակարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օղթնոր օղթը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում ու լիանում, այս ուրախությունը տեսնելուց հետո ձեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում, ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում դիվանան և սկսում իր երկիրը կառավարել այն կարգով, ինչ որ տեսել էր ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ այն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ. Ինչքան լեն է աշխարհքն ազատ, էս կյանքի համար, ամենքի համար, ինչքան լիքն է, ինչքան առատ, էս կյանքի համար, ամենքի համար։ Ինչ ազնիվ է աշխատանքը, առողջ ձեռքով, խաղաղ հոգով, ինչ թեթև է անցնում կյանքը, լիքը սիրով, ուրախ երգով։